ABC Մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հարցազրույցների շարքը Գյումրիից եւ այսօր զրուցելու ենք քաղաքապետի տեխնացու Հայ կոմունիստական կուսակցությունից առաջադրված Վարդան Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Աստծո բարին։ Պարոն Ղուկասյան, ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Եթե 50+ ձայն չկարողանաք հավաքել, ում հետ եք պատրաստ համագործակցել։ Նախ ես հույսով եմ, որ պետք է հավաքենք։ Ես հույսով եմ, որ պիտի հավաքենք, որովհետև այդքան բան արել են քաղաքի համար եւ ավելին։ Ինչ մնում է, որ ուժերի հետ պետք է համագործակցեն միանշանակ ոչ ԿՊ-ի հետ։ Միանշանակ ոչ ԿՊ-ի հետ։ Հետո կաշխատեմ նրանց հետ էլ չհամագործակցել, որոնք բերել են ԿՊ-ին։ Եթե այնպիսի մարդիկ կան, որ իրենց խոսքը, իրենց վերադասի մոտ ուրեմն տեղ ունի եւ իրենք կարող են բարձրաձայնել ասել, որ մենք միանում ենք Ղուկասյան Վարդանին եւ հետակայում ճանապարհին ուրեմն դավաճանություն չանեն, կնայենք հետակայում թե ով ինչքան ձայներ կհավաքի եւ դրանից հետո կհամագործակցենք։ Իհարկե ոչ ԿՊ-ին։ Պարոն Ղուկասյան, ում եք հիմնական մրցակից համարում։ Բոլորին։ Հիմա այդպես սիրուն չի լինի, որ ես անհատական ինչ-որ անուններ տամ, կամ ասենք մեծ խոսենք կամ բան անենք։ Մի քիչ բան է մնացել, մի քանի օր։ Մի 15-20 օր հավանական է, թե ինչ կան է մնացել։ Մի քիչ համբերեք, ամեն ինչ կերևա։ Ով համբերե նա կեցե։ Անտոն Անապատկան։ Պարոն Ղուկասյան, ձեր նկատմամբ քրեական մի շարք գործեր էին հարուցվել եւ քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ էլ բերման էին ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Սա ինչպես կբնութագրեք այս քայլը։ Վախենում են ձեզնից, թե փորձում են վախեցնել այդպիսով։ Ուրեմն միանշանակ վախենում են այն մարդկանցից, որոնց հետևից ժողովուրդ է գնում։ Ես այսքան որ տեսնում եմ, սրանք մեզ հալածում են, ինչպես մարդկանց հալածում են։ Ուրեմն միանշանակ իրենք վախ ունեն, որ ասենք նմանատիպ մարդիկ հետակայում կլրացնեն իրենց տեղերը։ Եվ այդ վախը շատ սոսկալի է իրենց մոտ, եւ դրա համար ինչպես մարդկանց բանդարկում են, սպանում են, երկրից վտարում են։ Միանշանակ դա։ Իսկ ինչ մնում է ապօրինի զենք պահելու հետ կապված, դա ուղղակի խայտարակություն արեցին, բեմականում մի հատ այլանդակ բեմականացում ցույց տվեցին, որ վախ գցեին իմ հոգու մեջ եւ ես վախենայի, որովհետեւ նմանատիպ ձևով մարդկանց մոտենալը ուղղակի ինչ ասեմ, վանդալիզմ ասեմ, ես չգիտեմ, ռազմոյ ասեմ, հանցագործներ ընդཐུպ այդ ձևի չեն մոտենում մարդկանց։ Մի խոսքով այդպես կարող են վերագրել իրենց եւ իրենք վարկաբեկվեցին, իմ ռեյտինգը ավելի բարձրացրեցին։ Ինչքան նմանատիպ ուրեմն գործառույթներ իրականացնեն, մենք ավելի կհզորանանք, որովհետեւ Գյումրեցին չի սիրում նմանատիպ վերաբերմունք եւ հայ ժողովուրդը։ Գործող իշխանությունն ասում է, որ նախկինների վերադարձ չի լինելու։ Դուք 13 տարի ղեկավարել եք Գյումրին եւ այսօր արդեն նախկին եք։ Ինչպես եք, ինչն է ձեզ բերել այս նորից տեխնացությունը դնելուն եւ այդ նախկինի հետ կապված հնչող հայտարարությունների նկատմամբ ինչ վերաբերմունք ունեք։ Իրանք ընդհանրապես իրենք են որոշողը, թե նախկին է գալիս, ներկա է գալիս, ժողովուրդը ում է ընտրելու, իրենք ով են, որ իրենք թող նախ իրենց ապրելակերպը փոխեն եւ իրենց քաղաքականությունը փոխեն, որբիսի ժողովուրդը իրենց նկատմամբ Դավաճանի անունը չասի ու չասի Թալան եւ Էսկոմ եւ Էնկոմ եւ ամեն ինչ։ Կադրային քաղաքականությունը փոխեն, այդ իրենց խելքի բանը չի։ Ժողովուրդն է որոշողը, ում կնդրի, դա մեկ։ Ինչ ստիպեց երկրի վիճակը, թե ուր են տանում երկիրը։ Ես որ տեսնում եմ, թե ինչ ձևով է երկիրը կառավարվում եւ ում հետ են բարի դրացիական հարաբերություններ կազմակերպում։ Նկատի ունեք Ադրբեջանի, Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը։ Միանշանակ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Իրենք ասում են, ինչքան կարող է մնանք մենք, վերջը մենք հարևան ենք, այդպիսի խոսք են ասում են մենք հարևան ենք, ինչքան կարող ենք այս ձևի մնալ։ Իսկ մենք ասում ենք, թող ընդունեն հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, գերմանացիները ընդունեցին հրեաների ցեղասպանությունը եւ իրենք այսօր բարի դրացիական հարաբերությունների մեջ են։ Մինչև հայոց ցեղասպանությունը չընդունեն ու իրենց չափի մեջ չպահեն, դրանց հետ բարեկամություն անել, հարևանություն անելը միանշանակ մենք գտնում ենք սխալ, որովհետև երբ որ նայում ես այդ երկրի
ուրեմն հարևաններին Թուրքիայի հարևաններին ոչ մեկի հետ իրենք հարաբերություն չունեն, բոլորի հետ ուրեմն իրենք հողային խնդիրներ ունեն, պատերազմական գործողություններ ունեն եւ նմանատիպ ազգին հավատալու վստահել առնվազն ես չգիտեմ թե ինչ մակարդակի մարդիկ պետք է լինեն, որ նմանատիպ ազգին ընդունեն։ Ամբողջ ազգի նկատմամբ ցեղասպանություն են կատարել երկրի 80%-ը հայոց երկրի իրենց տրամադրության տակ է ու կարելի այդպես հեշտ ու հանգիստ այդ ամեն ինչը անտեսել, այն օրն էլ հայտարարում է թե գիտեք երկրի մեր արտաքին քաղաքականության հայոց ցեղասպանությունը առաջնային խնդիրների մեջ չենք ընդունում դիրքերում չէ։ Եթե նմանատիպ ղեկավարը նմանատիպ հայտարարություն է անում, ո՞նց կարելի է այդ ղեկավարի հետ ճանապարհ գնալ ու վստահել։ Ցավում եմ, որ երկիրը խաբվեց, ժողովուրդը խաբվեց, բոլորս միասին խաբվեցինք։ Պարոն Ղուկասյան, այդ 13 տարիների ընթացքում ձեր որ քայլն է, որ ճակատագրական եք համարում Գյումրիու համար եւ կարեւոր եք համարում։ Ասեմ, ուրեմն ամենապրոբլեմային քաղաքն եղել է Գյումրի քաղաքը, որովհետեւ երկրաշարժից հետո, պատկերացրեք, շինությունների 90%-ը ավիրված է եղել։ Եվ մնացածն էլ 3-4 աստիճանի վնասվածություն է ունեցել։ Գործարանները ընդհանրապես փակվել է քաղաքում եւ քանդվել է։ Հետո երկրի այդ ժամանակահատվածի ղեկավարությունը ՀՀՇ-ն ուրեմն քանդեց ամբողջ արդյունաբերությունը։ 21-րդ դարի ամենաժամանակակից սարքավորումներով համալրվեց ուրեմն լենինական այն ժամանակվա իրենք բոլորը վաճառեցին թուրքերին ու պարսիկներին եւ ամբողջությամբ քանդեցին մեր գործարանները։ Գործարաններ քանդողը դա միայն թուրքական ծրագիր կարող է լինի։ Ոնց կարող է հայոց ղեկավարությունը քանդե Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի արդյունաբերությունը, որտեղ աշխատում էր 90,000 բանվոր։ Հիմա պատկերացրեք, հիմա ում հարցնեք, թե համար առաջի խնդիրը քաղաքի որն է, կասեն աշխատատեղերի ստեղծումը։ Ես կարողացա, ուրեմն նախ այն ժամանակ քաղաքում ներդրում չէր արվում։ Լենինականցիները Գյումրի քաղաքում ներդրում չէին անում։ Պատկերացնում եք, բոլորը Երևան, արտասահման հարուստ խավի մասին է խոսքը։ Հետո հատուկ քաղաքական ծրագիր կար, որ հողհատկացում չէին անում։ Լենինականի մեջ հողհատկացում քաղաքապետերը չէին անում։ Մարդիկ գնացին կողքի գյուղերը, որ հիմա գնաք, լենինականցիների հարստությունը թափված է կողքի գյուղերում, ամբողջությամբ, կիսավարտ եւ կառուցված։ Հիմա այդ քաղաքացիները չգիտեն գյուղացի են, դե քաղաքացի են։ Այսինքն հələ գնացեք օտանավակայանի հատվածը նայեք, գնացեք Ախուրյանի, Մայիսյանի, մի խոսքով քաղաքի ամբողջությամբ 4 բոլորի գյուղերը ուրեմն գնացին եւ մեր մեծահարուստները հսկայական շինություններ կառուցեցին։ Ես կարողացա այդ կարծրատիպը վերացնել։ Ես կարողացա այնպես անել, որ լենինականցին գյումրեցին ներդրում անի իր քաղաքում եւ դրա համար ուրեմն 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն արվեց Գյումրի քաղաքում։ Դուք պատկերացնում եք ինչ թվի մասին է խոսքը։ Հիմա ես որ պտտվում եք այս քաղաքում, ինչ նոր շինություն եք տեսնում, դա Ղուկասյան Վարդանի օրոք է կառուցվել։ Եվ փոքր եւ միջին բիզնեսը ես խտանեցի եւ հսկայական աշխատատեղեր ստեղծեցի։ Բայց իհարկե մենք գործարանների շատ այսպես ագանկալիք ու սպասում ունենք, որ պետական մոտեցումը, քաղաքապետը եւ մարզպետը ինչքան էլ հզոր լինեն, եթե պետական մոտեցում չի ցուցաբերվում, ուրեմն միանշանակ մենք չենք կարող այդպես հսկայական գործարաններ կառուցել։ Նշում եք, որ այդքան մեծ աշխատանքներ են կատարվել, բայց այստեղ գործազրկությունը, անապահովությունը շարունակում է մնալ։ Կարծում եք, ձեր այդ քաղաքականությամբ մեղմել եք քաղաքացիների հոգսը, թեթևացրել եք։ Միանշանակ դա մի մասնիկներ, որ ես կատարեցի այդ աղքատությունը վերացնելու։ Հիմա ես պետք է, քանի որ երկար տարիների փորձ ունեմ, պետք է այս կառավարությունից եւ ով որ եկավ այդ կառավարությունից պետք է այսպես կարճեմ իրենցից ու ասեմ. Արդագնանիստեր անելու եք անպայման Գյումրի քաղաքում, այդպեսի կառույցում ենք մենք սարքած, ոչ պակաս կառավարության շենքերը եւ ազգային ժողովի շենքերը, որ ես եմ կառուցել քաղաքապետարանի շենքը, եւ պետք է ասեմ պետական ծրագիրը ցույց տվեք, ոչ թե ստից մտից, այսպես մարդկանց երեսին թոս փչեք, կոնկրետ ասեք, ինչ եք անելու առողջացման հետ կապված, պետությունը ինչ մոտեցում է ցուցաբերելու 37 տարի, հələ մինչև այսօր տնակներում ինձանից հետո ոչ մի բնակարան շենք չի կառուցվել, լավ իմացեք, հələ մինչև 2000-2500 անօթևան մնացել է տնակների մեջ, ինձանից հետո մի բնակարան, մի շենք չեն կառուցել, պատկերացրեք, եւ յուրաքանչյուր կուսակցություն, ովքեր ստանձնեց պետական կառույցները,
պետք է իրենք առողջացման ծրագիր ներկայացնեն։ Ես պետք է դրան հասնեմ, վախենալու բան չունեմ։ Քաղաքապետերին խեղդում են, որ ձայն չանեք, խելոք նստեք տեղերը, լուրջ հարցեր չբարձրացնեք։ Այդպես է ընդհանրապես։ Դրանց որոնցից մեկը ես եմ եղել, որ մշտական բոլորի մոտ հարցերը բարձրացրել եմ Աղետիկոդու եւ Գյումրի քաղաքի։ Այո, պետք է ասեն, ինչ են անելու քաղաքի համար։ Եթե ծրագիր չունեն, մենք ունենք այդ ծրագիրը իրենց ներկայացնելու։ Օրինակ 96 թվականից ես ասում եմ ազատ տնտեսական կոդի հարգային բեռի հետևացում։ Մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո աշխարհում չկա մի երկիր, որ աղետ ունենա ու տվյալ երկիրը այդ տարածքի, այդ մարզի, այդ քաղաքի հարգերը կրճատած չլինի, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Նման առաջարկ ուներ նաև Մայր Հայաստան դաշինքի տեխնացուն առևտրական տնտեսական գոտի դարձնելու։ Դուք իր հետ համագործակցելու պատրաստ եք, թեկուզ միայն այդ գծով կամ ընդհանրապես։ Շատ լավ է արել, երդասարդ տղա է, նոր է մտել քաղաքականության մեջ, տեսել ենք եւ ուրախ եմ, որ կարող է եւ ինձանից է վերցրել եւ ես չգիտեմ ով է իրեն խորհուրդ տվել, շատ լավ է արել, տա Աստված, որ մնացած ուրեմն քաղաքապետերի տեխնացուներն էլ իրենց ծրագրերի մեջ ֆիքսեն, որ այո, դա շատ կարեւոր է, առաջի զենքերից մեկը հանդիսանում է ազատ տնտեսական կոդի հարգային բեռի թեթևացում, որ մարտիկ ոչ թե գան Երևանում ներդրում անեն, այլ ներդրում անեն Գյումրի քաղաքում եւ քաղաքապետերն էլ նպաստեն, որ ասենք հողատկացում անեն, շենք շինություն տան մարդկանց, որբիսի մարդիկ շահագրգռված լինեն, որ Գյումրիում դնեն այդ գործարանները։ Ինչու ոչ։ Միանշանակ կտեսնենք ով շատ ձայները հավաքում, թող մյուսը միանան նրան, ով շատ ձայները հավաքում, ով երկրորդ, երրորդ, չորրորդ համարն է, այդտեղ կհամագործակցենք, ինչի ոչ, միանշանակ։ Պարոն Ղուկասյան, եթե վերընտրվեք, ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը։ Առաջի քայլը կլինի նա, որ աշխատավարձերի բարձրացում։ Առաջի քայլերից մեկն է դա լինելու։ Ես հնարավորություն ունեմ բյուջեն ավելացնելու, որովհետև ես գիտեմ, թե որտեղից կարելի է բյուջեն ավելացնել։ Օրինակ կոնկրետ հիմա ասում եմ։ Քաղաքում կա երկրաշարժից հետո եւ մինչեւ երկրաշարժը աբորենի շենքշինություններ, որոնք մինչեւ այսօր գույքահարկ, հողիհարկ չեն մոծում մարտիկ։ Կան զավտած հողատարածքներ, որտեղ այս քաղաքապետարան ինձանից հետո չի կարողացել գրանցել, որովհետև երկրաշարժից հետո ամբողջությամբ այս քաղաքը քաոսային վիճակում է եղել։ Ես ստեղծել էի մի բաժին, որ հատուկ զբաղվում էին այդ խնդիրները լուծելու կապակցությամբ։ Ինձանից հետո փակել են այդ մարդկանց, ազատել են աշխատանքից, եւ այսօր հսկայական մարդիկ կան, կառույցներ կան, որոնք չեն օրինականացնել։ Կան ընդուպ մարդիկ, անատներ, որոնք շենքերը վերջացրել են, 10 տարիներով ավարտականակ չեն տալիս։ Ավարտականակ չեն տալիս, շենքը կառուցած է, շենքը գործում է, աշխատում են մարդիկ այդտեղ։ Իրանք ավարտականակ չեն տալիս։ Ընդուպ մարդիկ մտել են դատարան, վճիռ է կայացրել ի օգուտ ժողովրդի, մինչև այսօր իրենք քաղաքապետարանը պարտքի արտեն այդ մարդկանց 50 միլիոն դրամով վրեկը տուշ տուգանք են ավելացրել այդ քաղաքապետերի, որոնք նմանատիպ ուրեմն գործառույթ են կատարել։ Այդ դրանց պետք է պատժենք։ Հետո կան մարդիկ, որոնք սեփականություն ունեն, գնացել են կադաստրի այդ պայմանավորվածությունն են ձեռք բերել 10 անգամ ցածր գրանցել են իրենց գույքահարգը եւ հողիհարգը, ես տեղերը գիտեմ։ Բոլորը ձեզանից հետո է տեղի ունեցել։ Այո։ Այո։ Ես գիտեք ինչ, դուք եթե իմ ժամանակահատվածում որ եք քաղաք մտնեիք, Գյումրի քաղաք, այստեղից կփախնեիք։ Ուրեմն այս քաղաքը պատկերացրա այնպեսի մի հատ վիճակում է եղել, հրապարակներում տնագներ է դրված եղել, հրապարակներում, քաղաքում եղել է 50 լուսակետ, մարդիկ բուշլատներով են մանեկել, այդպեսի, այստեղ այնպեսի վիճակ եղել, որ իմ օրոք պատկերացրեք ես 40,000 եւ ավելի տնագներ եմ հեռացրել, դուք պատկերացնում եք դա ինչ տիպ, հիմա որ այդպես մտնում եք, տեսնում եք, դուք այն ժամանակ փոքր եք եղել, ուրեմն մի հատ գետո, աֆրիկական գետոների մեջ ենք մենք ապրել։ Պարոն Ղուկասյան, նշում եք, որ այդքան դրական փոփոխություններ են կատարվել ձեր օրոք, բայց փաստ է։ Մենք ճանապարհին երբ մոտենում ենք ձեր գրասենյակ, դժվարությամբ գտանք եւ հարցնում ենք քաղաքացիներից, մեկը բառացի մեջբերում եմ, նշում է, որ չգիտենք, չենք էլ ուզում տեսնել։ Այս 13 տարվա ընթացքում ձևավորված վերաբերմունք է, թե սուտ է։ Չեմ հավատում, որ այդպիսի բան լինի, որովհետև հիմա որ մենք իրար հետ դուրս գանք,
Մենք իրար հետ հիմա որ Դե դուրս կարող է գանք, ձեզ տեսնեն, չուզենան ձեր դիմաց ասեն։ դե հիմա դրա համար մի քիչ համբերեք կտեսնեք ով իշքան ձայն կունենա, եթե դուք ճիշտ եք ասում, ուրեմն այս քաղաքապետը 5 անգամ քաղաքապետ է դարձել առանց պետական հովանավորչության, առանց կուսակցական պատկանելության, առանց փող բաժանելու եւ կեղծիկ անելու։ Դրանից հետո էլ այս կաբինետի մեջ է նստած 2 անգամ պատգամավոր եմ անցել։ Այսինքն այդ ձեր ասածը առ ոչինչ է, չեմ ընդունում դա, որովհետեւ ֆակտ նալիցո այս պատկերացրեք 5 անգամ քաղաքապետ είναι Գյումրիի պես քաղաքին։ Դուք գիտեք ինչ դժվար է այստեղ այդպես հեշտ ու հանգիստ գիտեք կարող է որևիցե մեկը դառնալ քաղաքապետ անհնարին բան է։ Դե հիմա ես ասեցի արդեն ստելու կամ ինչ որ մի կարող է մեկն եղել է հիմա մեկն էլ ուրեմն Հիսուս Քրիստոսին են բան ասում ո՞նց կարող է բոլոր ինձ լավ ասեն անհնարին բան է ո՞նց կարա դենց բան լինի անհնարին բան է Այսինքն դա օրինաչափ երևույթ է, բայց արդյունքները կտեսնեք։ Բայց մենք մեր քաղաքականությունն է երբեք չստել ու մենք ասացինք այն, մեջբերեցինք այն, ինչ որ քաղաքացիներն են մեզ այդ զրույցում, այսինքն բացառում ենք մեր այստեղ սուտ ինչ որ հայտարարություններ մարդկանց անունից խոսքը ասել։ Լավ, ել չեմ ուզում այդ ստելու հետևի չադակնել, կապրենք կտեսնենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ ABC Media-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Գյումրու քաղաքապետի Հայ կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ։